Պարզ է դառնում, որ օրինակ Արսեն Թորոսյանը 2024 թվականին ձեռք է բերել առանձնատուն, Ժորջան, հետաքրքիր է, չէ՞ ստացվում, 7 տարի է Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանությանը, բայց հարստացել է Նիկոլ Փաշինյանի թիմը, հարստացել են իրենց օրոք նաև իրենց ասած թալանչիները, եւ հիմա էլ պարզ է դառնում, որ օրինակ Արսեն Թորոսյանը 2024 թվականին ձեռք է բերել առանձնատուն մոտ $200,000 75 միլիոն դրամի չափով Ծաղկաձորում, չէ, դա ես չեմ հորինում, դա հենց ինքն է գրել իր հայտարարագրի մեջ որպես պաշտոնյա։ Այդ ինչ լավ է ստացվում, որ օրինակ պաշտոնյաների մոտ ստացվում է տենց շատ հեշտ գնել բնակարաններ ստացած աշխատավարձով, պարգևավճարներով, հետաքրքիր է, չէ՞ ստացվում, թեկուզ հիպոթեք, բայց ժողովուրդը չի կարող գնա հիպոթեք մի հատ $10,000 մի բան վերցնի, բանկը 100 թուղթ է ուզում, 100 աշխատանքի տեղեկանք, եկամուտի տեղեկանք եւ այլն եւ այլն։ Չէ, ուղղակի ժողովրդի իշխանությունը եկավ ու ժողովրդի փոխարեն այս մի հատ լավ հարստացավ։ Կյանքը լրիվ 180 աստիճան փոխվեց։ Իսկ ժողովրդին հիմա մի տարի է մնացել ընտրություններին, ելի խոստանում են, որ հեսա թալանը հետ են բերելու։ Ժորջան, չենք ընտրում 2026 թվականին։ Ոչ իրանց, ոչ նախկիններին, ընտրում ենք նոր քաղաքական ուժերի։ Ես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն եմ Արման Ղուկասյանը, եւ ես կողմ եմ, որպեսզի լինի քաղաքական սերնդափոխություն։ Այո, սերնդափոխություն, որովհետև պետք է գան նոր դեմքեր, նոր ասելիքով, ու այս խայտառակ ազգային ժողովը, որը փողոցի նման է իրան պահում, պետք է էլ չարտադրվի։ Սա է իրականությունը, բաժանորդագրվեք իմ էջին։